Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է կանայք եւ քաղաքականությունը շարքի հերթական թողարկումն է եւ այսօր իմ զրուցակիցն է Հայաստան խորհրդարանական խմբակցության падգամավոր Դաշնակցություն կուսակցության անդամ Քրիստինա Վարդանյանը։ Բարև ձեզ Քրիստինա, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Ես եմ շնորհակալ։ Դուք բավականին երիտասարդ հավասարակում եք падգամավոր դարձել, մոտ 28 տարեկանում չէ, եթե չեմ սխալվում։ Դաշնակցության շարքերը անդամակցել եք հավանաբար 20 տարեկան կամ ավելի վաղ, 21-22։ Դաշնակցության շարքերը անդամակցել եմ 2018-ին, բայց Դաշնակցության երիտասարդականի անդամ եղել եմ 2012-ից, բայց կուսակցական դառնալու որոշումը իմ համար բարդ որոշում էր, որը բավական, ասենք 6 տարի մտածել, խորհել, գցել բռնել եւ 2018-ին այդ հայտնի իրադարձություններից հետո, երբ որ հասկացա, որ ոչ մի բան չի սասանում հավատը եւ արժեհամակարգը, արդեն այդ որոշումը կայացրեցի։ կայացրեցի։ Եթե երկար տարիներ եղել եք 6 տարի ասացիք երիտասարդական միության անդամ, դժվար թե հանրապետականին կամ ԿՊ-ին անդամակցեիք, բնականաբար Դաշնակցությանն եք անդամակցեիք։ Կարող էի չանդամակցել ոչ մի կուսակցության, ընտրություն միշտ կա, նկատի ունեմ, ես շատ լուրջ եմ վերաբերել եւ վերաբերում կուսակցական դառնալուն, ինձ համար դա գրեթե ամուսնանալու պես բան է եւ ես կարծում էի եւ կարծում եմ, որ դա չեմ պատկերացնում ինձ տարբեր կուսակցությունների անդամ, կարծում եմ, որ դա պետք է լինի գիտակցված որոշում եւ պետք է լինի արժեհամակարգից բխող պատկերացումներին համապատասխան, դրա համար էլ այդքան երկար տևեց, մանավանդ որ ես կուսակցական ընտանիքի անդամներ չունեի, խոշոր հաշվով մեծ Գերդաստանում, եթե չասենք սովետական շրջանի կոմունիստական կուսակցության անդամը, լինել առաջին կուսակցական անդամն էի, որ այդպիսի որոշում էի կայացնում, դա ինձ համար անձնապես բարդ որոշում էր, բայց միևնույն ժամանակ շատ պատասխանատու, բայց միևնույն ժամանակ միանգամայն ինձ համար այդ փուլում արդեն տրամաբանական ու որքան գնում է, ես հասկանում եմ, որ այն արժեհամակարգը, որը ներկայացնում է կուսակցությունը, այսինքն լիովին կիսում, ոչ միայն կիսում եմ, ես հավատացած եմ, որ հենց դա է մեզ պետք որպես ազգ եւ ժողովուրդ։ Այսինքն կարող ենք մենք վիճել բանի առումով, այդպես է, այդպես չի, բայց դա իմ համոզումն է։ Իսկ ինչը հատկապես ձեզ գրավեց Դաշնակցությունից, որ հենց այդ կուսակցության երիտասարդական միության անդամը դարձաք, հետո էլ անդամագրվեցիք։ Ես Դաշնակցությունը գիտեմ պատմությունից։ Ես կրթական, արևելագիտական եք, չէ՞։ Միջազգային ագետ, բայց պատմությունից դպրոցից, հետո բնականաբար համալսարանում էլ գիտեմ Դաշնակցությունը որպես կուսակցություն, որին հայրիկս միշտ ձայն է տվել, որ կուսակցության անդամ չլինելով, եւ գիտեմ Դաշնակցությունը որպես մեր ազգի հերոսների կուսակցություն։ Այսինքն ընտանիքում ամեն դեպքում եղել է։ Չէ, ուղղակի ընտրություն, նախ ընտանիքում այսպես քաղաքական կողմնորոշում, եթե չէ, կողմնորոշում չէ, երբեք տենց չեն ասել այս կոմենկում, բայց ընտանիքում եղել է քաղաքականացվածություն եւ ես հիշում եմ ինձ փոքր տարիքում, երբ X ժամից սկսած մենք նայում էինք բոլոր լուրերը, բոլոր հնարավոր լսում եւ նայում էինք բոլոր լուրերը, հայկականներից կամ արդեն չեմ հիշում ռուսականներից, ինչ հեռարձակվում էր եւ ռադիոյով կամ հեռուստատեսության պետտարիներին բոլոր լուրերը նայում էր, պետք էր իմանալ նախագահներին, վարչապետերին, անցուդարձը, տարածաշրջանը, մայրաքաղաքները եւ ընդհանրապես ինչ է կատարվում։ Դա եղել է ընտանիքում, երբեք որ որևէ պրոպագանդի դա հիշեցնող որևէ բան, որ այս կուսակցությունը այսպես կամ այնպես, չէ, ես վերջի տարիներին եմ իմացել, որ հայրիկս միշտ Դաշնակցությանն է քվեարկել, բայց այդ քաղաքականացվածությունը, այսինքն տեղյակ լինելը ինչ է կատարվում, ոչ միայն խրախուսվել է, այլ խոշոր հաշվով 6 տարեկան երեխան շատ ընտրություն բան չունի, էլի գիտակցություն, իրեն նստացնում են, ասում են լսի։ Եվ դա է եղել։ Դաշնակցությանը ծանոթացել եմ պատմությունից, հետո ակտիվ երիտասարդական տարիքում, երբ փնտրում ես, ինչպես կարող ես, եթե մտքեր ունես իրագործել կամ ինչ կա դաշտում, ես գտա Դաշնակցության երիտասարդական միությունը, որ ծանոթ կար, կուրսընկեր կար, այդպես եմ գտել, սկզբից ասում էի, որ իմ համար շատ պատասխանատու է եւ կուսակցական անդամ չեմ ուզում լինել, իսկ Դաշնակցության երիտասարդական այդպիսի հնարավորություն տալիս է, դու կարող ես երիտասարդականի անդամ լինել, բայց կուսակցական չլինել, իսկ ինձ ինչը գրավեց եւ բացարձակապես զինաթափեց, ես միակ տեղը, որտեղ այդ թեորիական ժողովրդավարությունը տեսել եմ ոնց է աշխատում, դա եղել է
սկզբից երիտասարդական, հետո դաշնակցությունը եւ եթե որևէ տեղ տեսել եմ հավասարություն, դա եղել է դաշնակցությունը այն առումով, որ ես ապշած էի իրականում սկզբից, որտեվ այլ կառույց չէի տեսել, բայց դուք ինչ ունեիք համեմատելու, որ այդ երիտասարդը ուրիշ կուսակցություններին ծանոթ էի։ Կար կարծրատիպ, որ Հայաստանում այսպես հիերարխիա կա, ղեկավարներին բանա քննադատելը խնդրահարույց է, ես եւ դպրոցում եւ արժեում պրակտիկայով գնացել էի արժե, այդ բանն էի տեսել, այդ պատկառանքը, արժանի կամ ոչ արժանի պարզապես հանգամանք ունեցողի նկատմամբ ու գալիս ես դաշնակցություն, տեսնում ես, որ անգամ շատ բարձր հանգամանք ունեցող մարդը գալիս է հաշվետվություն է տալիս երիտասարդներին, այդ թվում նաեւ ոչ կուսակցական, ու այնպեսի հարցեր են տալիս ու այնպեսի քննադատություն են հնչում, որ մտածում ես այսպես կարելի է, բայց դու հասկանում ես, որ նորմալն ու ճիշտը դա է ինձ այդ հաշվետվողականությունը եւ այդ ազատությունն է չափազանց գրավել եւ հավասարությունը կառույցի ներսում պատահական չի որ մենք իրար ընկերներով ենք դիմում դա ատրիբուտիկան է բայց ընկերվարական գաղափարախոսությունը ընդհանրապես այդ հավասար հնարավորությունների մասին է բայց կառույցի ներսում ընդհանրապես այդ եթե ունես միտք գաղափար քեզ խոշորշու բոլոր գործիքները դրված են դաշնակցական եք որ երիտասարդ հասակում եկեք ազգային ժողով արդեն այո 18-ին էի դաշնակցական դարձել 21-ին էր խորհրդարան 22-23 տարեկան հա ավելի մեծ Հիմա պիտի հաշվեմ եւ այդ ժամանակ ազգային ժողովը դες գրավեց ու որոշեցիք որ պետքա падգամավոր դարձաք եւ բավականին արագ դարձաք Գրավել, չգիտեմ ինչով կարա գրավի ինձ մինչև հիմա թվում է որ ազգային ժողովը շատ ավելի ոչ մի բան չունեմ էյջիզմ չի սա, բայց տարիքով ավելի հասումների մասին է, համար է, հարմար ավելի, գրավելը չի, դաշնակցությունը մի քիչ ուրիշ է, սովորաբար այսպես է տեղի ունենում, կանչում եմ որևէ ընկերոջ, ասում եմ որ կուսակցությունը մտածում է, որոշում է, որ այս պատասխանատվությունը դու կարող ես ստանձնել, արդյոք Շատ հարցնել չկա քեզ քեչեն, այնպես չի որ չեն հարցնում, բայց ասում եմ որ նախատեսել ենք այս պատասխանատվությունը իմացիր, եթե որևէ բան ունես հիմնավոր առարկություն բնականաբար հաշվի առնվում է, բայց սովորաբար մենք որոշել ենք որ դու պետքա ցուցակ ընդգրկվես եւ դառնաս պատգամավոր եւ ինչպես ժամանակին ձեր ավելի ավակ տարիքի պատգամավորներ կամ ընկերներն էին ասում, եթե դաշնակցությունը որոշի որ լողի չեմպիոն պետք է դառնա Գեղամանուկյան երենակով այդպես ստիպված դարձակ պատգամավոր Չէ, ստիպված էլ չեմ ուզում դրամատիզացնել այս պատմությունը իմ մասին չի, այսինքն այդ չի, բարձրապես նկարագրում եմ ոնց է մեզ մոտ այդ որոշումն է, ասում եմ որ այդ պատասխանատվությունը որոշել ենք որ նպատակարմար է որ ստանձնես, դու ասում ես նախապատվությունները կամ նախապատվությունը առնում օրինակ ինձ համար նախապատվելի էր ավելի եթե սա ֆրոնտն է, բեքում լինել, ոչ թե որ ավելորդ համեստության չէ, ուղղակի մարդը օբյեկտիվորեն իր ավելի ուժեղ թույլ կողմերը գիտի, եւ այդպես ես օրինակ մինչեւ ցանկերի հրապարակելու նախորդ օրն եմ իմացել որտեղ եմ ցանկում, այսինքն ուզում եմ ասեմ այդպեսի բան չի եղել բանակցություն ինձ այստեղ այնտեղ, բայց շատ կարևոր էր եւ այստեղ էլ է այդ դրվագը ինչով էր կարևոր այդ այսինքն այդ ինչու դու պետք է լինես, որովհետեւ երիտասարդական միությունը պետք է ներկայացված լինի, ուսանողական միությունը, այսինքն մեզ մոտ այդ լիֆտը երիտասարդության ներգրավումը շատ կարևոր է։ Իսկ երբ որ դուք արդեն երթվում եք որ դաշնակցական դառնաք, բավականին երիտասարդ տարիքում այդ զենքի վրա դաշույնը եւ հրացանը, հա, եթե չեմ Չէ, դաշույն չկա։ Իսկ ինչ էր։ Ատրճանակ։ Միայն ատրճանակ էր, դաշույնը արդեն չկա։ Երկուսը իրար հետ պետք չի։ Մեկը բավարար է։ Մեր զինանշանը ինչ է։ Մեր զինանշանը փետուր, սուր եւ բա, այսինքն զենք, բա եւ գրիչ, միտք, աշխատանք եւ ուժ Այսինքն որևէ մի բան որ արտահայտում է ուժը, երկուսը իրար հետ կարող հետո ըստ այդ տրամաբանության մեջ ավելի մեծ մասշտաբի զինատեսակ լինի տանկերի մոտ, հա, կամ դրոնների մոտ, հա, նայեք ատրիբուտիկա է։ Այդ ատրիբուտիկան եթե 20-րդ դարի սկզբին կարար Մաուզեր լիներ, հիմա մենք բան չի դա, խնդիր չի որ Մաուզերը շատ տեղեր զենքը չի է լինում, դրոշն է լինում, որի վրա կա պատկերված, բայց կա ավանդույթ, խորհրդանիշեր կան։ Օրինակ ինձ համար մենք 21-րդ դարում ենք ապրում, ես շատ սիրում եմ տեխնոլոգիաները, ես այդտեղ եմ տեսնում ընդհանրապես հավատը այդտեղ է, լուծումները, արհեստական բանականություն կլինի, ռոբոտներ կլինի, ես դրանից չեմ վախենում, սիրում եմ, բայց հատկապես այս դարում առանձնակի գեղեցկություն կա
եթե ավանդույթներ, որոնք վնաս չեն տալիս, պահպանվում են, դաշնակցությունը տեղերից մեկն է, որտեղ այդ ավանդույթները պահպանվում են։ Այո, մենք ունենք երգեր, մենք ունենք ազգային պարեր ենք վարում, մենք ունենք արարողություններ, որոնք որոշակի կարգով են անցկացվում, եւ դա շատ գեղեցիկ է եւ խորհրդավոր եւ ոգևորող։ Այսինքն մարդու համար, ով երիտասարդի համար, ով կուսակցականի ընտանիքից չի եկել է, դուք չեք պատկերացնի ինչ պատասխանատվություն է կանգնել խորհրդանշական որևէ մեկի շիրիմի մոտ, որտեղ դու այդ մարդուն է արժևես նաև դա էլ է շատ ծեսի մի մաս, ես Հրայր Մարուխյանի շիրիմին եմ երթում տվել։ Դա նշանակում է ինչ որ կապ է ստեղծվում այդ մարդու արած գործերի հետ, դու պատասխանատվություն ես զգում, կամ Քավորի ինստիտուտ, Գնքահոր ինստիտուտ, ով դերակատարությունը այն է, որ եթե դու հարցեր ունես կուսակցական քո կյանքում, դատանումներ, խարխափումներ ունես, կարող ես դիմել, եւ այն արարողությունը նաեւ այն բառերը, որ արտասանում ես, երթվում եմ կյանքովս ու հայրենիքովս, ծառայել հայության ազատագրության դատին։ Այսինքն շատ խորհրդավոր է եւ բովանդակալից է դա։ Շատ լավ Տիկին Վարդանյան, ամեն դեպքում 5 տարի դուք падգամավոր եք աշխատում, ծանր է, թեթև է, թե ինչպես է, դուք ինքներդ եք զգում, մենք հեռվից ենք տեսնում, եւ երիտասարդ տարիքում չի անցել ձեր մտքով, որ ինչու ես դարձա падգամավոր, ինչու ընտրվեցի, հենց ընդգրկվեցի դաշնակցության շարքերը փոշմանելու, այսպես ասած, զղջալու զգացողություն չեք ունեցել։ Փոշմանելը չէ, ես գիտեմ, որ այդ ընկալումը կա, որ դե падգամավոր են, ինչի խնդիր ունեն, երանել ինչ որ իրավիճակ է, նայած ում մոտ, եթե դու ոչինչ չես ունեցել, ոչ մի աշխատանք չես ունեցել, մինչև դա չգիտես հնարավորությունները, այս կյանքում ինչ կա։ Առաջին աշխատանքը միանգամից падգամավոր դառնալ։ Ոչ, իմ դեպքում չէ։ Ես IT ոլորտում եմ աշխատել, բախտաբար աշխատանքային փորձ ունեցել եմ եւ շատ սիրում եմ այդ ոլորտը։ Ոչ, դա այդ եմ ասում, նայած որ տեսանկյունից կնայես։ Եթե ուրիշ ոչինչ չես կարող անել, ոչ միտեղ չես կարող դրսևորվել ու խոշոր հաշվով չես էլ պատկերացնում ինչ կարելի անել ես լուսավոր բազմազան դարում, հա կարող է դա ինչ որ հարմար տեղ լինի, բայց այն մյուս դեպքում, երբ որ դու տեսնում ես ինչեր կարող ես անել, ինչ հնարավորություններ է քեզ հիմա տալիս, տարբեր հմտություններ, անգամ չունենալով կոնկրետ մասնագիտական ուղղվածություն շատ արագ ինչպես կարող ես ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ, հասկանում ես, որ շատ բազմազան է այս կյանքը, շատ արագ կարող ես հասնել ինչ որ բաների աշխատանքի արդյունքում, դրա համար այդ դեպքում երբ որ նայում ես падգամավոր լինելը, դառնալը դադարում է ինչ-որ պարգև լինել։ Դա իսկապես պատասխանատվություն է։ Փոշմանել այն իմաստով էլի, քանի որ դու կուսակցական ես, դու մեզ ինչ են սովորեցնում առաջի բանը։ Անհատները շատ կարևոր են, բայց այս անհատների մասին չի, այս ընդհանրության մասին է։ Դաշնակցություն փոշմանել չկա դաշնակցություն։ Փոշմանելը դու քո թիմի առջև պատասխանատու ես։ Դու պատասխանատու ես քո ընկերոջ հետ, ով իրար հետ եկել եք ինչ-որ գործ եք անում։ Անհատական հավաս չունեմ, ինչու է ինձ բադ մեկնաբանություններ գրումը, երկրորդական է։ Այդ առումով ծանր եղել է այս ընթացքում շատ, հատկապես ընդդիմադիր падգամավորների համար, բայց եթե դու ունես ուղենիշը, իսկ ես ու մենք ունենք ուղենիշը, այդ ուղենիշը միշտ քեզ օգնում է դուրս գալ։ Ինչն է ծանր ընդդիմադիր падգամավորների համար, հետևելով ազգային ժողովի նիստերին եւ ձեր ակտիվությանը, նկատելի է, որ դուք ավելի շատ եք քննադատում, կարելի է նույնիսկ ասել բզկտում իշխանական падգամավորներին, նրանք ընդհանրապես հասնում են ձեր քննադատություններին արձագանքել։ Նման տպավորություն է ստեղծվել։ Նախ ծանր է այն արժեհամակարգի համար, որը դու կրում ես։ Հիմա այնպես է ստացվել, որ ընդդիմությունում կամ ես ավելի շուտ մեր խմբակցության մասին խոսեմ, որտեղ բազմազան ընդդիմություն է զուտ դրա համար, հավաքվել են մարդիկ հիմնականում ում համար ինչ որ X բաներ արժեք են ու այնպես է ստացվել այս տարիներին, որ այդ արժեքները կամ հարվածի տակ են եղել կամ կազմաքանդվել են, ցավոք սրտի, դա է ամենածանրը, հոգեբանական, այսինքն եթե դուք նայեք կադրեր, այնտեղ կարող են լինել, օրինակ եթե Արցախի հայաթափման օրերին նայեք, կարող է տպավորություն թողնի, որ ես 10 տարի հետո եմ, այսինքն ինչ որ սարսափելի էմոցիոնալ պորտկումներ, տենց որովհետև պորտկում ասածը նկատնում արտաքինի վրա էլ է այդ ամեն ինչը ազդում, բայց ծանր է առաջին այն իրավիճակը, որտեղ մենք ենք գտնվում։ Ես այո, կարծում եմ, որ եթե այս իրավիճակում չլիներ, շատ ավելի հեշտ էր դիմադիր падգամավոր լինելը, ի վերջո պատասխանատվությունը ավելի քիչ է։ Ու տպավորություն կա Տիկին Վարդանյան, ձեր խմբակցության արդեն ոչ միայն նեղոդաշնակցության շրջանակներում, որ կանանց վրա հակադարձելու իշխանություններին քննադատելու ավելի շատ մեծ բեռ է դրված, քան տղամարդկանց վրա։ Այդ առումով խտրականություն չեք նկատում։ Օրինակ դուք, Տիկին Խամոյանը, Անա
Գրիգորյանը, դուք միանգամից այսպես արձագանքում եք իշխանությունների, ինչ որ հարմար եք համարում, ինչովին որ քննադատեք, եւ տպավորությունը այնպեսին է, որ քննադատելու առումով ձեզ հատկապես առաջին պլան են դնում ձեր տղամարդիկ։ Եթե ինչ որ մեկն էլ դնում է, մենք ենք, տարբեր մոտեցումներ կա, չէ՞, տղամարդիկ գնում ենք, տղամարդիկ ասում են դուք կգնաք Հանրապետական խմբակցությունում կար նման գործելավեճ, կարծեք նույնը հիմա շարունակվում է ձեր Չեմ նախ պատիվ ունեմ ինձ ծանոթ չեմ, հետո մերը կարող եմ ուղղասել որ շատ ավելի վաղ հանրապետական։ Չէ, այնպեսի բաժանում չկա որ կանեք թողես անենա։ Հակառակը կա պատկերացումների տարբերություն, ուտեղ պիտի անկեղծ ասեմ, կա այո, պատկերացումների տարբերություն, ինչ որ ֆորմատների պետք է մասնակցել, թե պետք չի մասնակցել, բայց միևնույն ժամանակ կա այդ ազատությունը, որով պատկերացումը մասնակցում է ով պատկերացնում է գործունեությունը ոնց պատկերացնում է դա իրականացնում է այո այնպես է ստացվել որ այս խորհրդարանում մի խումբ կանայք ընդգծվել են բայց դա այդպես է ստացվել ոչ թե որ ու տարբեր բաներ են եղել, այսինքն եղել են փողոցային շարժումներ, այնտեղ մի խումբ տղամարդիկ են բանարել, ընդգծվել, ոչ թե որ որոշումով կանայք այստեղ տղամարդիկ են, այլ տեղ է ստացվել, ամեն մեկը որտեղ ավելի լավ իրեն պատկերացրել է, դա իրագործել է, այդտեղ բանի որոշման հարց չի, ուղղակի կա էլի պատկերացումների տարբերություն, հիմա այն մարդիկ ում նշեցիք եւ ոչ միայն մյուս գործընկերները ունեն պատկերացում, որ կապ չունի, մեկ գիտեք ինչ է թվում, այդ անիմաստ է, այդ քննադատությունն էլ արդեն հարկավոր չի, ոչ ոք չի լսում, հիմա մի խումբ մարդիկ կարծում են, որ չէ անիմաստ չի, չէ պետք է ասվի անդադար ու առանց հոգնել։ Դա այն բանի տեսարանի հիմքը, որտեղ դուք տեսնում եք դրական, բացասական խտրականություն տղամարդիկ որոշել են մենք իրագործում ենք, չէ։ Իսկ արդեն այս խորհրդարանը մոտենում է ավարտին, դուք էլ ըստ երևույթին պետք է որոշ ձեր մտքում թեկուզ ամփոփեք ձեր արած գործունեությունը, դուք կարծում եք ձեր կարծիքով, ձեր տպավորությամբ, ձեր այս 5 տարվա գործունեությունը արդյոք տվել է այն ձեզ հնարավորությունը, որ հաջորդիվ արդեն նոր դաշինքով, էլի նորից Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքում նորից դուք լինեք որպես անհատ հարցնում թե որպես խմբակցություն որ դուք լինեք նույնիսկ նախընտրական ցուցակում։ Հա, ես անհատ որպես։ Այդ չգիտեմ, այդ ես էլի որպես դաշնակցական դժվար եմ անձի մասին խոսում։ Այդ կորոշի ես վստահություն ունեմ այն թիմի նկատմամբ, ում անդամ եմ, այդ ու այն որոշումների կայացման այդ մասը, այսինքն ով ինչ պատասխանատվություն պիտի ունենա որերում, դա ու այդ գնահատումը նաև մեր մոտ սովորաբար դա ժողովներն են անում, այսինքն մենք ժողովներ ենք ունենում։ Դուք ցանկություն ունեք հաջորդ գումարման խորհրդարանում նույնպես պատգամավորել։ Իմ ցանկությունը այստեղ 6-րդական է։ Հա, ես եւ Ռոբերտ Քոչարյանը։ Պիտի որոշի դաշինքը բանակցությունների ընթացքում, որը հիմա տեղի է ունենում եւ դաշնակցությունը պիտի որոշի իր մասը, մի խոսքով է, բնականon ինչ որ ընթացք է։ Ես ուղղակի մի բան ունեմ, որով առաջնորդվել եմ եւ 2021-ի ընտրություններից հետո առաջի գրառումը դա էր, որ հասկանալի է, հաղթանակ չկա, ուրեմն այս իրավիճակում ինչ կարող ես անել, դու ինչ որ մանդատ ունես։ Իմ մտայնությունը այն էր ու որոշումը, որ այդ մանդատը այն պայմաններում, որ դու չես կարող խոշոր ազդեցություն ունենալ որոշումների վրա ուղիղ, այսինքն չես կարող ասել, այն թիվը չես կազմում, որ չթողես որևէ որոշում ընդունվի կամ ընդունվի, դու դա պետք է օգտագործես մարդկանց ձայնը լսելի դարձնելու համար, խնդիրները բարձրաձայնելու համար ու անուղղակի ազդեցություն, այսինքն հանրային տրամադրություն ձևավորես, որը պիտի ազդեցություն ունենա որոշումների վրա։ Ես ինձ այս 5 տարվա մեջ ամեն օր փորձել եմ համոզել, որ պետք է անել մաքսիմումը անկախ տրամադրվածությունից, քո հնարավորությունների մաքսիմում X միավոր ժամանակում անել հնարավոր առավելագույնը որ կարողանաս գոնե քո խղճի առջև հետո հանգիստ լինել։ Այդ ա եղել իմ ուղենիշը գոնե։ Աստիճանաբար մոտենում ենք նախընտրական տրամաբանությանը, Տիկին Վարդանյան եւ Ռոբերտ Քոչարյանը ձեր դաշինքի ղեկավարը հայտարարեց, որ անցած շաբաթ հենց ինչ վերաբերում Հայաստան դաշինքին, արդեն ասաց, որ նույն դաշինքով եք գնալու եւ արդեն կան կարծիքներ, որ ընդգրկվելու է դաշնակցությունից զատ նաեւ մեկ այլ կուսակցություն, որի հետ դաշնակցությունը համագործակցելու, եթե չեմ սխալվում, վաղ շաբաթում առաջ կուսակցությունը Սևակ Խաչատրյանի ղեկավարած, դա նույնպես լինելու է, հա, ձեր դաշինքում։ Բանակցություններ են հիմա, բնականաբար եթե դաշինքի մասին ենք խոսում, երկու քաղաքական միավոր պիտի լինի, կուսակցություն դաշնակցությունը իր հետ չի կարող դաշինք կազմել, եւ մինչեւ երկրորդ նախագահի ասուլիսը մենք էինք ժողով ունեցել, ոչ թե նույն դաշինքի մասին է խոսքը, այլ երկուստեք կա մտայնություն եւ տրամադրվածություն Հայաստան դաշինքի ֆորմատը պահպանել, բրենդը պահպանել եւ հնարավորինս զարգացնել։ Հիմա այդ ուղղությամբ են աշխատանքները, դա ենթադրում է առաջինը
իրավական կառուցվածքային առումով հասկանալ, որտեվ 2021-ին վերածնվող Հայաստանի հետ էր, հիմա վերածնվող Հայաստանը դուրս եկավ խորհրդարանից եւ ակտիվ գործունեության փուլում չի, չգիտեմ ընտրությունների մասնակցության որևէ ձևաչափով լինելու է թե չէ, հիմա զուտ իրավաբանորեն պետքա որևէ այլ երկրորդ սուբյեկտ լինի իրավական, դա կարծում եմ ավելի տեխնիկական մասն է, մնացածը ավելի կարևոր է, որի վրա ավելի կենտրոնացած ենք, ի վերջո ինչ կարող ենք մենք առաջարկել մեր ժողովրդին, ինչ որը կարող է լինել մեր այրետրանքը, ոչ թե հիմա բստրում ենք ինչ որ բան, այլ այդ ամեն ինչը ձևակերպելու այն ինչի հետ դու ասոցացվում ես, ինչը իսկապես կարող ես բերել դրական փոփոխությունները, ոնց պետք է մատուցել, որ հնարավորինս քիչ մանիպուլացվեն եւ հնարավորինս մարդկանց համար բարձր լինեն։ Այսինքն ճիշտ հասկացա ձեր խոսքից, որ դաշինքի գաղափարը պահելու համար կարծեք թե ստիպված պետք է համագործակցեք եւս մեկ այլ կուսակցության հետ, տվյալ դեպքում առաջ կուսակցությունից ուրիշ կուսակցություններ կան։ Ստիպվածի հարց չի, դե որպեսզի դաշինք լինի, դա պիտի լինի երկուսից ավելի։ Հիմա դաշնակցությունը հիմա կա, հիմա պետք է մնացած հասկանալ, կտեսնենք, ուզում ասեմ այդտեղ որևէ ինտրիգ չկա, մարտ ամսին բաց կլինի։ Ուղղակի մանրամասներն են քննարկվում։ Այս պահին չկա, դրա համար չեմ ոչ թե խուսափում եմ կամ բան, այլ այս պահին չկա որևէ կոնկրետություն, որ կարողանամ ասել ու դա, այսինքն վերջնական լինի, դրա համար ուղղակի ասում եմ, որ բանակցությունները փուլում են։ Կան այլ կուսակցությունների հետ ուժերի հետ քննարկումներ, ում հետ եք օրինակ քննարկում։ Ընդգրկված չեք։ Չէ։ Օրինակ տպավորությունը այնպեսին է, որ հանրապետականի հետ բացառում եք, կարծեք թե բացառվում է նախընտրական որևէ տրամաբանություն։ Էս է ամբողջ խնդիրը, թե մենք հիմա ասենք բացառում ենք հնարավոր ենք համարում, չէ, չենք, այսինքն նկատի ունեմ ինչ որ փուլ տրամաբանությունը հետևյալն է, դաշինք պետք է կազմել այն ուժերով, որոնց իրար հետ հանագումարը ավելի ավելացնում է, երկուսի ունեցածն էլ սիներգիայի էֆեկտով է Ինչպես լինում։ Ռոբերտ Քոչարյանն է ասել, հանրապետականը ձեզ ոչինչ չի կարող ավելացնել։ Հանրապետականի հարցը չի, դուք անդադար տանում եք հանրապետականի, ես հանրապետական կուսակցությունը չեմ, Հայաստանում 200 կուսակցություն կա գրանցված, եթե չեմ սխալվում, դա չի խնդիրը։ Որ ուժերն են, որոնք իրար հետ կարողանում են լեզու գտնել, համագործակցել, ֆիքսել գլխավոր հիմնական առանցքային կետերը եւ այդտեղ ունենալ համագործակցություն եւ մի կողմ կարողանալ թողնել այնքան տարաձայնությունները այնքան առանցքային չեն, որ դա չի խանգարում աշխատելու։ Նույնական չեն բոլորը։ Դաշնակցությունն ու երկրորդ նախագահն էլ նույնական չեն։ Տարաձայնություններ կան տարբեր մարտավարական հարցերի վերաբերյալ։ Բայց համագործակցություն, որովհետեւ հնարավոր է լինում առանցքային հարցերի շուրջ բան անել, ձևավորել կոնսենսուս։ Հիմա դուք նույն ձևով ոնց որ ՀԿ եք հարցնում, կարող եք հարցնել ՀԱԿ-ին, կարող եք հարցնել ՀԱԿ-ին էլ հանդիպում կարծեմ դաշնակցության հետ եղավ։ Այդ նախընտրական բան չէ։ Կհարցնեմ նաև մեր ձևով շարժմանը կամ այս պահին ես որ այս նախընտրականը կարողանամ ամբողջապես պատասխանել, Հայաստան դաշինքի ֆորմատը պահպանել, եթե կարող ենք լրացնելը միշտ գնում են կուսակցությունների, բայց Հայաստանում կուսակցությունների մեծ մասը դες ձևական, ուղղակի անունը կա, անունը չկա։ Մենք ավելի կենտրոնացած ենք, այսինքն ոչ թե որ ուղղակի անուն բերենք ֆորմալ, որ 3-4 կուսակցություն ունի, այլ անհատների միջոցով։ Հիմա իրավական առումով որը կլինի այն մյուս իրավական մարմինը, որ հետ դաշինքը պիտի լինի, դա կհստակեցվի բանի ընթացքում։ Այո, մենք վաղաշաբաթում առաջի հետ համագործակցության փորձ ունեցել ենք այն արդյունքը, որ ունեցել ենք, որ ավելին է եղել նախորդ տարվանից 30%-ի շրջանակներում շուտ։ Այդ փորձը, այո, դա էլ է դրական գնահատված։ Հիմա տեսնենք մնացածը։ Իսկ ինչն էր ձեր առաջնորդին միգուցե նաև ձեզ ասելով նկատի ունեմ ձեր թիմին տալիս հիմք ասելու, որ մենք հիմա ընտրություններում գնում ենք ավելի լավ դիրքերից, քան 21-ին, ինչու։ Կարծում եմ դա հանրային մթնոլորտի առումով է, ենթադրում եմ, կարծում եմ դա, եթե ինձ հարցնեք, որ ինչն է դրականորեն փոխված, որ դրական փոփոխություն դեպի որը կասեք, էական հակաիշխանական տրամադրությունները, ես տեսել եմ այդ տրամադրությունների էվոլյուցիան ուղղակի, ես հիշում եմ, կարող եմ ձեզ նկարագրել 2020 թվականի նոյեմբերից հետո առաջի ցույցը, երբ մարդիկ ուղղակի բանկարկման ընդունակ չէին եւ շատ փոքր խումբ էր եւ այլ մարդիկ փողոցում մեղադրում էին այդ ցույց անողներին տարբեր բաների մեջ պատերազմի պարտություն մինչև գերիների հարց։ Ես հիշում եմ այն մարդիկ, ովքեր հիմա Նիկոլ Փաշինյանի դեմ ամենաակտիվ պայքարողներից են, այդ հուման հետ կորածների եւ գերիների ծնողներ, որ 21-ին այդ շրջանում մեզնից էին պահանջում գերիների վերադարձ։ Այսինքն հանրային տրամադրությունները, որովհետև երբ դու հանրության մեջ ես ամեն տարի մի շարժում է եղել, ամեն տարի մարզային
տասնյակից ավել այցեր ունես, դու տեսնում ես, այսինքն երբ որ գնում ես ու տեսնում ես, որ 400 մարդը դարձել է 700 մարդ ու ինչ որ սպասում կա, ու մի տեղ չի դա, հասկանում ես, Բայց որ եթե տրամադրությունները հանրային արդեն հակաիշխանական են դարել, ինչն է դա ձեզ ենթադրելու կարծիք տալիս, տեղիք տալիս, որ դրանք ձեր համակիրները կամ ձեր ընտրազանգվածը կարող են լինել, հատկապես որ տարբեր շարժումներ, իհարկե մի հայրենիքի փրկության շարժումը, դրանից հետո սրբազան շարժումը եւ այլն, եւ այս սրբազան շարժման ժամանակ ըստ էության որոշակի, որին աջակցում եք, մասնակցում եք նաեւ դուք ձեր խմբակցության շատ падգամավորներ, որոշակի մարդաշատություն այդ շարժման ժամանակ եղավ։ Դրանից հետո կարծեք գնալով նվազեց։ Ինչու եք ենթադրում, որ եթե իշխանություններին հանրությունը դեմ է, ուրեմն դա ձեր ընտրազանգվածն է եւ ձեր դիրքերը ավելի լավ են, քան 21 թվականին էր։ Ես նման բնդում չեմ արել, չեմ կարծում որևէ մեկ արել, ոչ որևէ մեկը չէ, ինչու եք կարծում։ Ես նկատի ունեմ Քոչարյանի արտահայտությունը ասում, ես դուք ասում վստահ եք եմ, որ նախագահ մենք ասելով նկատի ունի հենց կոնկրետ դաշինքը կամ չգիտեմ, ես խոսեցի ընդհանուր մթնոլորտի, որը հնարավորությունների մասին է քո խոսում։ Ինչքան կկարողանաս հնարավորությունները առկա, այսինքն բարենպաստ մթնոլորտ կապիտալիզացնել, դա քո աշխատանքից է կախված, բայց այն առումով, որ նախ այն թեզերը, որոնք կիրառվում են, այդ թվում նաև անձամբ մեր նկատմամբ նորություն չկա, 7 տարի իրական են անում, կիրառվում են ու դրանք մենք իհարկե պատասխանում ենք, բայց դրանց նաև ժամանակն է պատասխանում։ Թալանի թեզից սկսած մինչև նախկինների թեզ եւ այլն, տարբեր ի վերջո նույն պլատֆորմով է Փաշինյանը գալիս մասնակցելու 26 թվականի դրության, ինչ 21-ի խաղաղության պլատֆորմա ու մենք ունենք 5 տարին, որը եղել է հիմա չմանրամասնում, բայց մենք մտադիր ենք այս ամեն ինչը տենց մանրամասն նկարագրել ու ցույց տալ, որ այն ինչ որ ինքը ձեզ ամեն օր դրա ռեժիմով անում Հա, ուզում եմ ասեմ, այս հաղորդման ընթացքում չնկարագրեմ, ավելի կոնցեպտուալ խոսեմ, բայց այո, դա ենք ցույց տալիս, որ ձեզ ոչ մի նոր բան ոչ միայն չեն առաջարկում, այլ առաջարկում են ինչ որ 21-ին ու հետ մի հատ 21-ից հետո ինչ եղավ։ 26-ից հետո էլ է դա լինելու։ Լավ, դրան մենք դեռ Ինչն է մեզ հույն տալիս, հնարավորություն կա փոփոխության, որտեղ ենք դա տեսնում, այն մթնոլորտը, որը կարող ենք կապիտալիզացնել, բայց այո, բոլորս ընդունում ենք նախագահները թե շմսխալն ասուլիսին, այսինքն բոլորս միաբերան ասում ենք, որ Հայաստանում չկա մի ուժ ընդդիմադիր, ով կարող է ունենալ 50+1, պետք է դրա համար այդտեղ գնալ այն տրամաբանության, որ ամեն մեկը իր զանգվածին հնարավորինս մոբիլիզացնում է, ինչ որ հապահի լինում է համագործակցություն եւ փոփոխությունը այդպես է լինում։ Այսինքն շատ լավ։ Տեսեք, ընդդիմադիր դաշտում տպավորությունն այնպեսին է, որ առաջիկա ընտրությունները որքան էլ կարող են ընդդիմություն, իշխանություն այդ մրցակցության կամ հակամարտության տրամաբանության մեջ ծավալվել, նույնքան միգուցե եւ ավելի սուր է ընդդիմության միջև մրցակցությունը, որտեղ դուք կա հանրապետականները, կան նոր ուժեր, կան նոր ուժերից բավականին կարծեք թափ է հավաքում Սամվել Կարապետյանի աջակցող այդ ուժը շարժումը արդեն կուսակցությունը եւ երեք նրանք ինչ որ սոց հարցում էին հրապարակել, որ անգամ Սամվել Կարապետյանի վարկանիշ ավելի բարձր է Նիկոլ Փաշինյանից եւ այլն, այսինքն ձեր ու նրանց միջև մրցակցությունը շատ ավելին է եւ նոր ուժերը կարծեք թե շատ ավելի գրավիչ են կամ խոստումնալից կարող են լինել, քանի որ նախկին անցյալ չունեն միգուցե եւ բացական անցյալ որոշ դեպքերում, որ ինչպես վերագրվում է Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, նրանք ավելի մրցակից լինեն ու ձեր Քոչարյանի այսպես ասած փայփայած լավ դիրքերից կարող այդքան էլ իրական չի։ Մրցակցության մեջ որևէ վատ բան չկա։ Իհարկե, բնական է։ Վատը այն կարող է լինել, որ մեկը կարող է ավելի առաջին գնել մյուսից, վատը այդ յետընկնողի համար բնական է, եթե իշխանությունը միատար է, այսինքն մի ուժ է իշխանական դաշտում, մնացած պրոքսիները շատ աննշան են եւ ազդեցություն էլ չկա, անդիմադիր դաշտը բազմազան է եւ բազմաշերտ է ու բազմաթիվ ուժեր կան եւ դա ոչ միայն վատ չէ, լավ է, որովհետեւ էլ եմ կրկնում, մի ուժ չկա, որ պոտենցիալ ունի միայնակ փոփոխելու։ Եթե այդպիսի ուժ լիներ, բնականաբար պետք է այդ ուժին, այսինքն sense այնպես անել, որ այդ ուժը փոփոխությունը բերեր, բայց չկա այդպիսի ուժ, դրա համար ինչքան ուժեղ բևեռներ լինեն, այնքան լավ։ Ինչ վերաբերում է մեկը ձեզնից ավել ռեյտինգ ունի, որևէ ոչ մի խնդիր չկա, որևէ, եթե ինձ հենց հիմա հարցնեք, ինձ որոշելով լիներ, մեր դաշինքը չլինի առաջի հորիզոնականում, բայց փոփոխություն լինի ու ընդդիմադիր դաշտից մեկը լինի ոչ մի խնդիր չունեմ։ Իհարկե դա մի քիչ ռոմանտիկ է հնչում այս պարագայում, բայց ամեն դեպքում դուք ասացիք, որ
բոլոր ուժերն էլ ինչ որ չափով նման միտք արտահայտեցիք, անցնեն գուցե ընդդիմադիր ուժերի մասին է խոսքը խորհրդարան ու արդեն շատ է բարձրաձայնվում Գյումրիի ընտրություններից հետո խորհրդարանում եւս կիրառել այդ մոդելը, այսինքն ընդդիմադիր այս ուժերով որոշ չափով ձայն հավաքեն, շատերով անցնեն խորհրդարան, հետո արդեն կոալիցիա կազմել, որը մեծամասնությունը կվերցնի, հա, այդ կոալիցիան։ Ոչ թե ինչ որ նախնական պայմանավորվածություններ կան, այդ մոդելը, ասենց դրա այդ մոդելով է վերջը լինելու եւ հիմա թաքցնում ենք դա չի, դա տրամաբանությունն է ուշում։ Պատկերացրեք, 4 ուժ անցել են, 3-ը ընդդիմադիր են, մեկը ԿՊՆ է, հավաքել է X%, բայց 50-ից հեռու է, չի կարողանում իշխանություն ձևավորել, այն 3-ը իրար հետ գումարած կարողանում են իշխանություն ձևավորել։ Հիմա պատկերացնում եք, ում ընդդիմադիր են։ Եթե այդ 3-ը չեն պայմանավորվում մի վարչապետի տեխնացիայի շուրջ, ինչ պատկերացնում եք ինչ կլինի հանրային արձագանքը ու ոնց կլինի ու ես այդ դեպքը չեմ պատկերացնում, կարծում եմ որևէ պատասխանատու ուժ չի պատկերացնում այդպես։ Դրա համար այդ որ ասում ենք համագործակցությունը ինչ որ փուլում անխուսափելի է, նկատի ունենք, որ տեսնում ենք, որ այդպես կարող է լինի, այդ նկատի ունենք, ոչ թե ինչ որ նախնական պայմանավորվածություններ կա։ Եթե ընդդիմադիր դաշտից որևէ մեկը կկարողանա այդ վերջն արդյունքում նկատի ունենք փոշիացածներ բան 50+1 հավաքել, բնականաբար ոչ մի համագործակցության անհրաժեշտություն չի լինի, ինքը կկազմի բան կառավարություն իր ուզած անդամներով ոչ մեկի հետ չի համագործակցի, բայց քանի որ սոցիոլոգիան, այսինքն պատկերը տեսնում ես, որ այդպես չի պատկերը եւ հնարավոր է մենակ կոալիցիոն կառավարություն, առնվազն այս պահին, հիմա եթե ինչ-որ բան կփոխվի, բայց կոալիցիոն կառավարությունը հասկանում ես, որ ինչ որ փուլում համագործակցությունը ոչ թե մեր ցանկությամբ է լինելու, այլ պարտադիր է լինելու։ Եթե այս փուլում այնպես կփոխվի, որ մեկը կունենա 50+1, չէ, համագործակցություն Գյումրի օրինակ չի լինի, ավելի հեշտ կլինի, հաջորդ օրը մենք կունենանք նոր վարչապետ։ Ուզում ասել, ոչ թե ինչ որ դավադրություններն են բանանում, ուշում որ պայմանավորվածություններ լինում, այլ առողջ բնականությունն է։ Իսկ եթե գա այն իրավիճակը ստեղծվի, որ ընդդիմադիրները, այդ թվում նաև Հայաստան դաշինքը կամ միգուցե այս անգամ կփոխեք դաշինքի անունը, չգիտեմ, կոալիցիա կազմեն եւ վարչապետի տեխնացու արդեն առաջադրելու հնարավորություն ունենան, մեծամասնություն ունենան։ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է զիջել իր տեխնացությունը, որտեղ ինքը ասաց, որ ամենայն հավանականությամբ ինքը կլինի ձեր տեխնացուն եւ որ ինքն է, որ իր կարծիքով ինքն է ամենալավը Հայաստանին հանելու այս վիճակից։ Եթե չեմ սխալվում, նախորդ ասուլիսին է խոսել դրա մասին, չէ, այս սրա առաջինին, չէ, դեպքի մասին, այսինքն այն հարցի մասին, որը դուք տալիս եք, որովհետև մենք բան չունենք մեր պայմանը այնպես չի, որ կամ մենք կլինենք, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, ղեկավար չի ունենա, առողջ բանն է առաջինը, այսինքն առողջ տրամաբանությունը հուշում է, որ ով ավելի շատ ձայներ հավաքի, իր շուրջ պիտի լինի միավորումը։ Հիմա մնացած ամեն ինչը կախված է, այսինքն ով ամենաշատը տարա վարչապետի տեխնացուն իրան է լինի։ Հա, բայց հարցը վերաբերում էր արդյոք, եթե այլ վարչապետի տեխնացու ընդունելի ասում ենք այլ ուժերից, ով ավելի շատ ձայն հավաքի, իր շուրջ էլ պիտի առաջին տարբերակը երկրի ղեկավարի պիտի քննարկվի ոնց որ այդ տարբերակը։ Հիմա դրա համար ամեն ինչ կախված է ով ինչ արդյունք կունենա, այդտեղ ամենամեծ հարցը։ Իսկ ինչի չեք կարծում, որ իշխանությունները նույնպես կարող են 50+1% հավաքել եւ միանձնյա, ինչպես նախորդ 21 թվականի ընտրություններին, այդպես էլ 26-ի ընտրություններից հետո դառնալ միանձնյա կառավարող եւ վարչապետն էլ լինի իրենց տեխնացուն Նիկոլ Փաշինյանը կամ մեկ ուրիշը։ Եւ իդ գնալով 21 թվականը, եթե այն ժամանակ իշխանությունների վիճակը բավականին վատ էր, հիմա կարծեք թե իրանք մի քիչ ավելի հաստատուն են իրենց զգում, իրենց դիրքերում եւ կարող են ներկայացնելու խաղաղության օրակարգ, թրիպ, որոնք չեն կարող ժխտել, որ դրական ոչինչ չունեն իրանց մեջ, արդեն տալիս են։ Խոստումներից բացի արդեն ինչ-որ իրական ներկայացնում են հանրությանը։ Շատ լավ, համադառնանք բարդ բազմաշերտ հարցի շերտերին, իշխանությունները 50+ կարող են ունենալ մի դեպքում միայն, երբ լինի շատ ցածր մասնակցություն։ Այո, եթե ունենան 40% մասնակցություն, 50 չէ, 60% էլ կունենան։ Դրա համար ամենակարևոր կետերից մեկը, որ մեր քաղաքացիների հետ մենք խոսում ենք եւ առիթը բաց չենք թողնում որևէ եթերից, դա այն է, որ այս ընտրություններին չմասնակցելը խոշորաշուն նշանակում է իշխանությանը ձայն տալ։ Այս իշխանությունը բացառում են, որ կունենա օրինակ 1.5 միլիոն մարդու մասնակցության դեպքում 50+, որովհետև
Ինչի հետ գործ ունենք։ Հիմա դուք ասում եք ավելի լավ դիրքերում են, եկեք մի հատ հասկանանք, էլի իսկապես տենց է։ Իրենք նախ ամեն ինչ անում են այդ ինքնավստահ տեսքը բանանելու, բայց դա ինքնավստահ մարդու կամ ուժի պահվածք չի։ Երբ որ դու առավոտը գնում ես բան, ինչ որ թատրոնում ռիլ ես նկարում, հետո գնում ես մակեբա ես նվագում, հետո գնում ես Կալասին ասում ես, խնդրում եմ օգնի, հետո հաջորդ օրը Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ չէ, բայց հիբրիդային պատերազմ չկա, մի քիչ այդ չափազանցված է։ Այդ ինքնավստահ ուժի պահվածք չի, այդ ուժի պահվածքը ով հասկանում է, որ խնդիր ունի ու որտեղից հնարավոր է անգամ հակադիր բևեռներից, այսինքն մենք գնում ենք Կալասից օգնություն խնդրում Ռուսաստանի դեմ, հետո գալիս է մեղմացնում է, որտեղ հաջորդ օրը Ռուսաստան պիտի գնա, բանը, բայց ցանկացած օգնություն կամ գոնե չեզոքացում, հիմա իրանց պետք է էլ չասած, որ Ալիևի, Էրդողանի, այսինքն մենք ունենք ուժ ուղիղ աջակցություն են հայտնել։ Հիմա Հական Ֆիդանի հայտարարությունը ասում են դիվանագիտություն չէ, դա մի քիչ ես հիմա բացատրում եմ ինչա ուղիղ աջակցությունը։ Ուղիղ աջակցություն process-ներին ես հիմա ասում եմ որն է դա ուղիղ աջակցությունը, դա որն է 2021 թվականին Թուրքիայի գլխավոր Ֆիդանի խոսքը դա էր նշանակում, ոչ թե ես հիմա ասում եմ ինչն է ուղիղ աջակցություն։ Նախ խոսելա Թուրքիայի գլխավոր դիվանագետ է, դե դիվանագետարն էր, ես ասում եմ որն կասկած կա, որ Թուրքիան ուղիղ աջակցում է Փաշինյանին, եթե կասկած կա ու Հական Ֆիդանին այսպես տարբեր են մեկնաբանում դա գծիներ բան, 2021 թվականին Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարեց, որ Հայաստանում թույլ չի տալու իշխանափոխություն։ Հիմա այսինքն OS բանի մեջ, այո, նախընտրական ինչ-որ բոնուսներ են տալի։ Ադրբեջանը ինքը ներկրող է բենզինի, բայց բենզին է վաճառում Հայաստանին, դա նախարարը գնում է դիմավորում է։ Ասում եք ինչ հայտարարվում է, որ դա ադրբեջանական թրեյդերներից են առնում եւ կապ չունի ադրբեջանական անգամ կարող է ռուսական լինել, եվրոպական լինել։ Հայ, դա ոնց է ապաշրջափակում, հետո այն որ դա վաու չի։ Դա ուղղակի նախընտրական ինչ-որ բանա շրջանում տրված բոնուս է, որը ներկայացնում է մեզ որպես ապաշրջափակում։ Ես չգիտեմ ինչ են անում, բայց դա ապաշրջափակում չի, եթե մենք այն նույն հիմա տնտեսագետները ասում են ինչի որ դրա արդյունքում չի, բայց լավ, եթե 6 ամսվա ընթացքում ընտրություններից Ադրբեջանը մեզ բան է անում, տենց բենզին է էժանացնում, այնտեղից Թուրքիայի դիվանագետը ասում է աջակցում է գծին, Կայա Կալասը ասում է բան ենք անելու, Հայաստանը մեզնից օգնություն է խնդրել, մենք Մոլդովայի օրինակով օգնություն ենք տրամադրելու։ Եվրոպայից այդ օգնությունները եղել են, բարբերաբար շատ մեծ էլ չեն, 10 դա ներքին գործերի միջամտություն չի։ Որ ասում են մեզնից օգնություն ենք խնդրել, Մոլդովայի օրինակով բան ենք անելու, հասկանանք ոնց տրամադրենք հիմա ես ասում եմ, որ դա երկրի ներքին գործերի ուղիղ միջամտություն է, որի այսօր ընտրություններին ճիշտ է ոչ այդ տեսքով, բայց տարբեր ձևի մենք խոսում ենք Եվրամիության աջակցության մասին։ Հիմա մենք արհեստականորեն մեղմացնում ենք, ամեն տարի ոչ, Եվրոպայի արտաքին քաղաքական պատասխանատվից մեկը չի ասել, որ Հայաստանը նախընտրական շեմին Մոլդովայի օրինակով իրենից օգնություն է խնդրել եւ իրենք մտածում են, դա ոնց տան եկեք բան չանենք, էլի չմեղմացնենք ուղիղ հայտարարությունը։ Դե հիբրիդական այդ հարձակումների վերջին տարիներ են, որովհետև հիբրիդային հարձակումը կարող է լինել ձեր ասած նույն Թուրքիայից, կարող է լինել Ադրբեջանից, կարող է լինել Ռուսաստանից, դրա դեմ են պայքարում։ Իսկ ինչի չեն ասում որտեղից է։ 10 միլիոն դոլարով ինչի դեմ պետք է նախ 10 միլիոն է դրանի այդ մասերից մեկն է, դա դրա մասին չէր խոսքը մենակ դա այդ հիբրիդային է, տարբեր մասնագետներից մինչև ֆինանսական օգնություն, երկրորդը այդ հիբրիդային, որ sense ներմուծել են, դեպ վատ լուրեր կան, երեք Ալեն Սիմոնյանը այդ ասաց, որ այդքան էլ տենց վախենալու բան չի, ոնց որ ներկայացնում են։ Հիմա որտեղից է այդ սպառնելիք։ Մեկը կարա ասի, դուք կարաք ասեք, արտաքին հետախուզական վերջը որտեղից է այդ սպառնելիքը գալիս։ Լավ, եթե 3 բևեռից է գալիս, թող 3-ի անունն տան։ Այսինքն համարձակությունը հերիքում է նկարագրել այդ սարսափելին հարցակումները, համարձակությունը չի հերիքում ասել որտեղից է։ Դա է ձեր համար կարևոր։ Հայ, որտեղից է, որ երկիրն է իմ դեմ պատերազմում։ Ի վերջո զուտ այդ հիբրիդային հարձակման դեմ պայքարին ուղղված գումարների մի մասն էլ լրատվամիջոցներին է ուղղվելու։ Եվ այդ լրատվամիջոցներին հետևելով կարելի է հասկանալ, թե դա նաև ներսում էլ կարող է։ Ես որ հասկանամ, որ ինչի դեմ պայքար են, պիտի հասկանամ։ Զուտ լրատվամիջոցներին հետևելով կարող ենք հասկանալ, թե որտեղից է գալիս։ Չեն կարող, դա ասեք որտեղից է գալիս։ Մերով մեկ ասել է որ Թուրքիայից հիբրիդային սպառնալիք է գալիս։ Այսինքն ինչը, ասում են Հայաստանի պատերազմը հայտարարել, բայց չեն ասում ով է հայտարարել։ Դա տենց լինում է։ Ես ասում եմ դա մտածածին, դա դիվանագիտական նրբանկատություն է դրսևորվում, որը դիվանագիտական նրբանկատություն որ տրվեն ընդդիմության ճնշումներին եւ ասում Ռուսաստան։ Ինչ բանի մասին է խոսքը։ Ասում են Հայաստանի նկատմամբ պատերազմը։ Ով է պատերազմ վարում։ Ասում են ինչ դիվանագիտական նրբություն, եթե պատերազմը, ով է պատերազմ վարում, եթե պատերազմ չկա, ինչու եք ասում որ պատերազմ է։ Այսինքն ինչ դիվանագիտական նրբության մասին է խոսքը։ Հայաստանի բոլոր պաշտոնյաները մի քանի ամիս շարունակ ասում են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը։ Ով է պատերազմ վարում։
Ինչի չեն ասում, վախենում են, տեղ են թողում, որ Ռուսաստանին գնան ասեն ձեր հետ չէ։ Իսկ ինչու ոչ, դիվանագիտությունն է դա։ Դիվանագիտություն չի, դա սաբոտաժ է։ Ինչու եք անպայման ուզում որ ասեն Ռուսաստանից է գալիս։ Ես չեմ ուզում դա ասեն, ես ուզում եմ մի հայտարարությունները չանեն, որոնք փուչիկ են, Հայաստանի քաղաքացիներին վախեցնելու է ու այդ, այսինքն մենք հանգիստ տաղավարներում նստած այդ 3 միլիոնի չափ հասնող սփյուռքը մեր որ Ռուսաստանում է, ամեն օր այդ հայտարարությունների հետևանքը կրում է։ Այդ մարդկանց թող գնան կանգնեն ասեն մենք դիվանագիտություն ենք անում, երբ որ sense անպատասխանատու հայտարարություններ են անում, անպատասխանատու հայտարարությունները դիվանագիտություն չեն։ Դիվանագիտությունը եղած սպառնալիքները զսպելը եւ դրանց դիմագրավելն է, ոչ թե նոր սպառնալիքներ ստեղծելը։ Հիմա թող ինձ մեկը բացատրի, ինչի ի վերջո այդ բոզո պոչով հիբրիդային սպառնալիքը որտեղից է գալու, ինչի դեմ են Կայա Կալասին հրավիրել, որ բան անի, մեթոդներ մշակի Մոլդովայի օրինակում պայքարելու։ Ես ասում եմ, ոչ թե դեմ եմ որ սպառնալիքներ եմ, ասում եմ սպառնալիքները մտածածին են ու իրական սպառնալիքները, օրինակ, այդ արևմտյան Ադրբեջան կոնցեպտի դեմ Ջայլամի քաղաքականությամբ, երբ որ գլուխները մտցրել են ավազի մեջ, ասում են մենք Իրանի մասին չենք խոսում, բան, որ հանկարծ չլինի։ Դա սպառնալիք է թե չէ։ Դրան դիմագրավում ենք։ Գուցե նաև դրա դեմ են դա Դե տեսնենք, այսինքն որտեղ է անցած տարի ՄԱԿ-ի գլխավոր կոնֆերանսն է տեղի ունեցել ազգային փոքրամասնությունների Ժնևում, ադրբեջանցիները գնացել են, խոսել են, կոնցեպտը առաջ են տարել ու Հայաստանից մասնակից խոսել է դրա դեմ ոչ, չի խոսել։ Մասնակից կարծեմ եղել է, բայց չի հանրադարձել։ Հայաստանում մասնավոր լրատվականներն են, որ բան են անում, հրապարակում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից արտահոսած փաստաթղթերը, որ ցույց է տալիս, որ պետական ֆինանսավորումը բացառապես գործում է ԹԿ-ն։ Իսկ արտաքին հետախուզական ծառայությունը ինչ պիտի անի, եթե ոչ դա։ Այսինքն գոնե բաց աղբյուրները չեն ուսանում։ Հիմա ինչն էր այստեղ հարցը, այսինքն խնդիրը ո՞րն էր։ Խնդիրը այն էր, որ դուք ասում եք իրենք լավ դիրքերից են, ես ասում եմ, եկեք հասկանանք նախ ինչ են արել։ Երկրորդը, ի վերջո իրենք իշխանություն են, որը Հիմա ասում են, չէ, նորեր բան։ 7 տարի իշխանություն են, ուզում են մեր ժողովրդից եւս 3 տարի հավաքելով դառնալ ամենաերկար իշխող ուժը ու այն վարկագիծն են դրսևորել, որը ոչ մի բան, ոչ մի ուժ չի դրսևորել։ Ինչ որ քննադատվել է մինչև 18 թվականը։ Իրենք վերցրել են, կրկնում են ու վատթարացրել են։ Ես հասկանում եմ մեր քաղաքացիների կարող եմ հասկանալ նկատմամբ եւ հիասթափությունը եւ վստահության բացակայությունը, բայց Հայաստանում իրավիճակ չի եղել, երբ որ 4 սրբազան բանտարկված են եղել։ Հայաստանում իրավիճակ չի եղել, երբ Մարիաթորը գրելու փորձ է եղել։ Հայաստանում իրավիճակ չի եղել, երբ երկրի առաջին կինը դերակատարություն ունեցող մարդը գրել է, որ սրբազանները մանկապիղծ են ու դրանից հետո ոչ մի բան տեղի չի ունեցել։ Հայաստանում իրավիճակ չի եղել, որ կին քաղբանտարկյալ է եղել։ Հայաստանում իրավիճակ չի եղել, երբ որ այսքան պարակտված է եղել ու այսքան անորոշություն է եղել։ Հիմա ես չեմ կարծում, որ իրենք այս ամենալավ վիճակում են։ Շատ լավ։ Դուք ասացիք, եթե 1.5 միլիոն ընտրող դուրս գան ընտրատեղամասեր եւ ընտրեն, ԿՊ-ն չի հաղթի։ Կհաղթի, եթե քիչ ընտրողներ գնան։ Եվ մենք սոցհարցումներից գիտենք, որ 50+, շատ լավ։ Եվ մենք սոցհարցումներից գիտենք, որ իսկապես դա այդպես է, 60%-ից ավելին կամ չեն ցանկանում, կամ հիասթափված են, կամ չգիտեմ ում ընտրեն, եւ միգուցեև չգնան ընտրատեղամասել։ Դուք որպես քաղաքական ուժ, այ օրինակ, ինչ եք անում եւ որպես խորհրդարանում ներկայացված քաղաքական խմբակցություն օրենսդրական մակարդակով ինչ որ բան փորձել եք անել, որ այդ 60%-ին, 50%-ին մեծամասնությունը գա ընտրել։ Օրինակ, երկրներ կան, որոնք որոշակի պարտադրանք, թույլ, այսպես ասած, փակ-փուկ ուժ են կիրառում ընտրողների նկատմամբ ընտրատեղամասեր բերելու համար, որոշակի պատժամիջոցներ, թույլ, նման քայլի ինչի չեք գնում, միգուցե դա ԿՊ-ին էլ դուր կգա, որտեղ իրենք էլ կուզենան, որ իրանց ընտրողները շատանան եւ ընդունեն այդ օրինագիծ, ինչի նման նախաձեռնություն չեք անում։ Նախ պետք է իսկապես հասկանալ, այսինքն երկրներ կամ որտեղ քաղաքացիական հասարակությունը բավական կայացած է եւ ուղղակի հարկը ավելացնելու կամ հարկեր այնքան բարձր են, որ հարկը մի քիչ ավելացնելու հաշվին կարող ես ապահովել ավելի բարձր մասնակցություն, Հայաստանում պետք է հասկանալ, դա կաշխատի թե հակառակ կաշխատի, այսինքն այն ուժը, որ ներկայացրել է այդ նախագիծը, ավելի վատ դիրքում կհայտնվի, մենք ինչ ենք անում, որպեսզի բարձր մասնակցություն ապահովի։ Պոպուլիստական քայլ չանելը, կարելի ասել, վախենալ, որ ընտրողները չհասթափվեն իրենցից։ Ընտրողների շահստափը արդյունավետությունն է պետք հասկանալ։ Նախ դու մի հատ իրավիճակ ես հասկանում, որ դու ուժը չունես անցկացնելու, պիտի ուղղակի հայտարարես խոշորաշվով, որ ես սրան եմ հավատում, եթե գամ իշխանություն ունենամ, սա կանեմ, եթե դա ինչ որ հանրային մեծ արձագանք առաջացնի, իշխանությունը ստիպված դա պիտի վերցնի անը։ Հիմա մենք այդ տրամաբանությամբ ուրեմն օրինակ բերել ենք անցած տարի թոշակների ինդեքսավորումը, որ իրենց նախընտրական խոստումն է, ավելի պարզ ասած, ինչքան տարեկան գնաճ լինում, թոշակ ավտոմատ այդքան պիտի բարձրանա։ Այդ
նախագիծը բերել ենք, բայց դա չի ընդունվել, չէ՞, շատ լավ բան է, իրանք են խոստացել, բոլորը հաստատ կողմ են, դժվար գտնենք մարդ, որ դրան դեմ լինի, բայց չի ընդունվում։ Հիմա դու բասիկ պիտի հասկանաս, դու գործիքա կազմում ես եւ երկրորդը իսկապես արձագանքը դրա ոնց կլինի, այսինքն մանդիմությունը առաջարկի, որ ժողովուրդ ժամը նկատմամբ պատժամիջոցներ կսարմանեմ, եթե չկա կընտրության, մի քիչ ընկալման խնդիր կարող է լինել, բայց ինչ ենք անում, բացատրում ենք հնարավորինս բոլորին, բոլոր ֆորմատներում հնարավոր ամենատարբեր, որ ինչ է նշանակում չմասնակցություն։ Այսինքն ունենք մի պատկեր, որ հասարակության բացարձակ մեծամասնություն բոլոր հարցումներով փաստարկված հակաիշխանական տրամադրություններ ունի, բայց կարող ենք ունենալ պատկեր, որ իշխանությունը վերարտադրվում է։ Բացատրում ենք, որ այդտեղ այդ իրականության եւ հնարավոր տարբերակի որոշիչ հանգամանքը մարդկանց մասնակցությունն է, որովհետև իշխանությունը իր ռեսուրսները մոբիլիզացնում է, վաղը շաբաթին նույն օրինակով, եթե օրինակ վաղը շաբաթին 10,000 շուրջ մարդ ավել մասնակցեր, այս պատկերը կարող են չունենալ։ Եվս մեկ հարց օրենսդրական նախաձեռնության առումով հիշատակեցիք Ադրբեջանից 300,000-ի այդ արևմտյան Ադրբեջան եւ այլն 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին, Դաշնակցությունը հաճախ բարձրացնում է նաեւ Թուրքիայից, որ սահմանների բացման դեպքում Թուրքիան տնտեսական միգուցե եւ այլ էքսպանսիա կիրականացնի Հայաստանի նկատմամբ։ Այնչի հիմա կարծեք թե ավելի նկատելի է դառնում, որ իսկապես առաջիկայում հնարավոր է Թուրքիայի սահման էլ բացվի։ Ինչի օրենսդրական նախաձեռնություն չի ներկայացնում, թեկուզ հողերի մասով, թեկուզ այլ տնտեսական պաշտպանվածության մասով։ Իրականում մշակում ենք, չգիտեմ օրենսդրական կլինի, թե կլինի մեր մոտեցումները այդ դեպքում ինչ պիտի լինի, որովհետև խոսքը սահմանը բաց կամ փակ լինելու մասին չի Դաշնակցությունը դրան երբեք դեմ չի եղել, որովհետև մենք էլ չենք փակել այդ սահմանը, հիմա Թուրքիան կարող է մի օր որոշի, որ բացում է։ Խոսքը քո պաշտպանված լինելու մասին է եւ մանավանդ որ Թուրքիան այդ պաշտպանվածությունը ունի, մենք բավական երկար եւ տնտեսագիտական զեկույց ենք պատվիրել դրա մասին, նկատմամբ մի քանի տարի առաջ եւ մեր մասնագետները այդ ուղղությամբ աշխատում են, այո, այդ դեպքում ինչ օրենսդրական կարգավորումներ մենք պիտի ունենանք, այդ ուղղությամբ աշխատում ենք, ինչ բան դա գուցե նախընտրական պլատֆորմ լինի, գուցե օրենսդրական նախաձեռնություն, դա չեմ կարող հիմա ասել, բայց դա միանշանակ, այսինքն նրա մասին ինչ խոսում ենք, մենք էլ ենք այո կարծում եւ այդ աշխատանքները կան, որ դա պիտի ցույց տալ, թե ինչպես կարող ես դա պաշտպանել ու իսկապես որ խոսքը վերաբերում է մենակ քո պաշտպանվածությանը, քո տնտեսության պաշտպանվածությանը, այդ էքսպանսիային հնարավոր էքսպանսիային դիմակայելուն, ոչ թե խոսքը վերաբերում է դեմ ենք սահմանի բացմանը։ Այդտեղ լրիվ ճիշտ եք անում ենք դա։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան, հիշեցնեմ, որ Ամեկ+-ի տաղավարում էր Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր եւ Դաշնակցություն կուսակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։